Բարևձեզ, երկխոսության մեդիա կենտրոնում այսօր կներկայացնենք Գյումրու առաջընթաց քաղաքացիական հասարակության զարգացման կենտրոն հասարակական կազմակերպության դիտորդական առաքելության դիտարկումների արդյունքները։ Տեղեկացնեմ, որ արդեն 5-րդ տարին է, որ կազմակերպությունը իրականացնում է կարճաշամկետ դիտորդական առաքելություն, եւ այս տարի եւս Գյումրու ավագանու արտահերթ ընտրությունները վերահսկելու նպատակով կազմակերպությունը հայտարարություն տվեց եւ հավաքագրվեցին մոտ 95 քաղաքացի, որոնցից ընտրվեցին 85-ը, նրանք վերապատրաստվեցին 4 խմբերով, արդյունքում մի քանիսը դուրս մնաց, հավանաբար լարված քարոզարշավի հետևանքներով էր ենթադրել էր դա եւ ընտրության օրը դիտորդներն ու լրագրողները ամբողջ ընտրական գործընթացը քվեարկության օրը լուսաբանեցին եւ դիտարկեցին Գյումրի ընտրատեղամասերում տեղամասային հանձնաժողովների նախապատրաստական նիստերից մինչև ձայների հաշվարկի ամփոփման ժամանակահատվածը կազմակերպության դիտորդները առավոտյան ժամը 7-ից 8-ի հատվածում դիտարկել են Գյումրու թվով 71 տեղամասային ընտրական հանձնաժողովներում իրականացվող նախապատրաստական նիստերը եւ տեղամասերի բացումը ընտրողների առաջ երբ են սկսվել հանձնաժողովների նիստերը, հանձնաժողովի անդամները ներկա են ուշացումներ կամ պատճառները եւ այլն, որքանով է հանձնաժողովի նախագահը տիրապետում իրավիճակին եւ ինչպես է կատարում առհասարակ իր գործառույթները դիտարկվել են նաև խախտումները մինչ քվեարկության ավարտը, ինչը առավել մանրամասն կներկայացնի Արինան Մեծոյան, համեցեք։ Շնորհակալ եմ։ Նշեմ, որ նախ ի սկզբանե հետ վերադառնալով մեր դիտորդների ընտրման եւ վերապատրաստմանը կցանկանայի նշել, որ կազմակերպության համար էական նշանակություն ունի որակյալ կադրով ներկա գտնվել եւ իրականացնել դիտորդությունը, այսինքն մեզ համար էական նշանակություններ այն, որ կարողանանք պատշաճ գիտելիքներով վերապատրաստված անձանց ուղարկել դիտորդության եւ ունենալ պրոֆեսիոնալ եւ ճիշտ արդյունքներ, որը եւ ներկայացրել եւ ներկայացնում ենք հանրությանը։ Նշեմ, որ նաեւ մրցույթային կարգով ինչի էր, որովհետեւ գտնենք, որ դիտորդները իրենք պետք է իրենց ցանկությամբ ներկա գտնվեն, այսինքն այդ գործընթացը իրականացնեն, որևէ մեկը չպետք է ստիպի կամ հրահրի, որը եւս մեկ անգամ կվկայակոչի անաչառության եւ աշխատելու պատրաստակամության մասին։ Այսպիսով նշեմ, որ դասընթացներից հետո մեր դիտորդները գտնվել են տեղամասում 7-ին 10 պակաս առավոտյան եւ հետեւել ողջ գործընթացին մինչեւ յուրաքանչյուր ընտրատեղամասի ամփոփման աշխատանքների ավարտը, որպեսզի նաև վերջնարդյունք ունենայինք, որ կարողանանք փոխանցել մեր հանրությանը։ Նշեմ, որ այս ամբողջ ընթացքում մեր դիտարկումների ժամանակ այդ դասընթացներն են նաև որ օգնել են մեր դիտորդները իրենց գիտելիքների համապատասխան պատշաճ կարգով պարբերաբար դիմել են հանձնաժողովի նախագահին, հայտնել այս կամ այն խախտումների վերաբերյալ Նշեմ, որ այո, նաև որոշ տեղամասերում մեր դիտորդների կատարած դիտարկումների եւ նախազգուշացումների արդյունքում կատարվել են փոփոխություններ, վերացվել են այդ խախտումները։ Հատկապես երբ վերաբերվում էր տեղամասերի կահավորանքին։ Եվ կահավորանքին եւ կուտակումներին, այո, ինչ խոսք, նշեմ, որ խորհուրդ է տրվել կահավորմանը անդրադառնալ առավոտյան, այսինքն երբ 7-ից 8-ի ժամանակահատվածում
ժամկետահատվածում գտնվում են, չխապանելով նիստը, առաջիկա նիստի ավարտից հետո մոտենալ եւ նախագահային տեղեկացնել խախտումը վերացնելու համար, որպեսզի հետագայում ընտրման գործընթացին չխանգարեն եւ կահավորված լիներ սենյակը պատրաստ լիներ արդեն իսկ 8-ի ընտրության սկսելու համար, ինչն էլ տեղի ունեցել։ Նշեմ, որ մեր դիտարկումների արդյունքում նաև արձանագրվել են այնպիսի խախտումներ, երբ սենյակում տեղադրված կամերան ճիշտ տեղադիրքով չի եղել, որը եւ կխանգարեր ընտրողների համար գաղտնի ընտրություն իրականացնելը, այն դարձնելով հանրային, որ եւս փոխվել էին նաեւ կարծեմ քվեախցեր, ինչպես նաեւ փակվել էին պատուհաններ, այսինքն քանի որ այլ կերպ կահավորել հնարավոր չէր, ստվարաթղթով, գդորներով, այո, փակվել էին նաեւ պատուհաններ։ Նշեմ, որ մեր դիտորդները աշխատել են երկու շրջիկ խմբերով նաև, ունեցել են լրագրողական խումբով արագարձականգմամբ հանդես եկել եւ սա ինչի համար եմ նշում, որ այո, տեղամասեր են եղել, երբ խախտումներից հետո մեր լրագրողական խումբն է մոտեցել ավելի մանրամասը հարցնելու, ճշտելու, ռեպորտաժ պատրաստելու եւ մեր հանրությանը ներկայացնելու համար։ Նշեմ, որ այո, այս ամեն խախտումը գալիս էր նաև ինչու՞ չէ ընտրողների ոչ բարձր իրավագիտակցությունից, որովհետև երբեմն անձիկ կարծում էին, որ անկախ նրանից թե որտեղ է իր ընտրատեղամասը, կարող է ցանկացած ընտրատեղամաս մուտք գործել եւ կատարել ընտրությունը, որն էլ պարբերաբար առաջացրել է վիճաբանություններ տարբեր տեղամասերում, որը կարելի է համատարած բնույթ եւ բախումներ այս ընթացքում բնականաբար անմասն չեն մնացել նաև վստահված անձինք եւ հանձնաժողովի անդամները, այսպիսով կարծում եմ, որ սա եւս մեկ անգամ փաստում է այն մասին, որ պետք է ավելի մեր հանրությունը շահագրգռված լինի ընտրություններին, իրազեկված լինի ընտրակարգին ոչ միայն այդ օրը, այլ նաև մինչ այդ, այսինքն մենք գիտենք, որ քաղաքացու իրավունքն է, բայց միևնույն ժամանակ լավ կլինի, որ նաև քաղաքացիները պատրաստ լինեն, որպեսզի ավելի բարձր եւ որակյալ ընտրություն կարողանան ապահովել։ Ավելացնեմ, Արինան նշեց, որ մենք ունեցել ենք նաև շրջիկ լրագրողական խմբեր, այդ ողջ ընթացքում լրագրողները եղել են տարբեր տեղամասերում, լուսաբանել են, պատրաստել ռեպորտաժներ եւ նաեւ ունեցել ենք ուղիղ հեռարձակումներ, որի ընթացքում մեր դիտարկման արդյունքները եւ տեղամասերում իրականացված այդ ընտրության կարգը, քվեարկության կարգը մենք ուղիղ եթերի ընթացքում լուսաբանել ենք։ Այդ ամբողջ տեսանյութերը գտնվում են կազմակերպության երկու կայքեջերում, Progress Gyumri AM եւ Dialog Media AM կայքերում, այնպես որ ովքեր կցանկանան առավել մանրամասն ծանոթանալ այդ նյութերին, կարող են տվյալ կայքերում տեսնել։ Ավելացնելու կցանկանայի նշել նաև, որ այս մեր դիտորդական առաքելության ընթացքում հստակ է դառնում այն, որ հանձնաժողովները պարբերաբար չնայած որ վերապատրաստվում են, անցնում լիցենզավորման գործընթաց, այնուամենայնիվ եւս անհրաժեշտություն կա ավելի մանրամասը վերապատրաստվելու, որպեսզի ոչ թե ստիպված լինեն դիմելու այլ վստահված անձանց կամ դիտորդների խորհուրդ հարցնելու թե ինչպես իրենց գործառույթներն իրականացնեն, այնուամենայնիվ լինեն ավելի պրոֆեսիոնալ եւ ավելի պատրաստված։ Թերևս այսքանը։ Եվ ամենակարևորը նախապատրաստական հանձնաժողովի նիստերը առանց խախտումների են եղել եւ միջադեպեր չեն եղել, ընթացակարգային խախտումներ չեն եղել, որը աչքի է զարնել։
Այ դրա հետ կապված կցանկանայի նշել, որ կարող ենք հետևել մեր կատարած երեկվա աշխատանքների գրաֆիկ դիզայներին, ինչպես այսինքն պատրաստվել է ընթացքում, նշեմ, որ ողջ ընթացքում էլեկտրոնային եղանակով ենք աշխատել, մեր դիտորդները տեղում էլեկտրոնային լրացրել են, ինչը տեղում արտացոլվել է մեզ մոտ եւ բարբերաբար ներկայացվել, ինչպես Տիկին Հասմիկը նշեց մեր կայքեջերում Եվ այստեղ երևում է եւ վստահված թե ում կողմից է խախտումը տեղի ունեցել ինչ հաճախականությամբ եւ կարծում եմ սա եւս մեկ անգամ մտածելու տեղիք է տալիս թե ինչ պետք է փոխվի ինչի վրա պետք է ուշադրություն ավելի շատ դարձնել որպեսզի ունենալ ավելի կատարելության մոտ ընտրություններ Թերևս այսքանը, ինչպես նշեցի, կարող եք ամբողջ տեղեկատվությանը ծանոթանալ կայքեջերի միջոցով, նաև ասեմ, որ մոտ օրերին կպատրաստվի նաև զեկույց, որը ամփոփ կներկայացվի ամբողջ դիտորդական առաքելության դիտարկումների արդյունքները եւ կտեղադրվի դարձյալ կազմակերպության կայքերում եւ կարող եք ծանոթանալ։ Շնորհակալություն ուշադրության համար։